եկել ենք ուշ, բնարա ծաղկաձորում ենք մենք գտնվում, մի հատ էսպես սենց նկարեմ մեզ և եկել ենք սննվելու, շատ են գովում, եկել ենք այդտեղի քուրիկիս հետ եմ, քուրիկիս ընտանիքի էլի։ Մի քանի օր անցել է, իսկ մենք ծաղկաձոր ենք գնացել, Լարային մանկապարտեզից տուն են բերել, հիմա միասին խնձորի հյութ ենք պատրաստում, Լարան քան որ շատ է սիրում հյութ և չեմ ուզում անդադ խանութից գնել, հիմա տան ենք պատրաստում, չէ՞, ուրախանում ա, որ հյութը լցվում ա, ուրախանում ես, այ, ինչ ա լին, ինչ ես խմում, ես ինչ ա, ապլ ինչ ա, ապլ սոկիկ, ապլ սոկիկա, հլասա ապլ սոկիկ, հլասա, համովա, կտաս մամային, ինչի, ես էլ եմ ուզում խմեմ, ինչի, թե չէ, հրաշքը, ուր ա մաման, որտեղ ա մաման, համովա սոկիկը, հլասա, համովա, հլը բարևի բոլորին, ապրստե խմի, անկեղծ իրեմ չեմ իշում վերջ անգամ ինչ եմ նկարել ձեզ համար, բայց գիտեմ, որ ես ինչ դետոքսը սկսել եմ YouTube-ում վիդեոներ չեմ տեղադրել, ես արդեն սա 6-րդ օրն է, ինչ ես դետոքս եմ անում, կարող եք գրել հենց հիմա կոճապղպեղ, վարունգ, կանաչ խնձոր և նեխուր, իհարկե դուք կարող եք ավելացնել ձեր իսկ սերի բաժարեղենները, կոճապղպեղը բայց պարտադիր է, բայց շատ քիչ քանակությամբ, սոկն եմ, հյութն եմ քամում, պետք է հյութաքամիչ ունենաք, բլենդերի փոխարեն ավելի լավ կլինի, սոված փորին և բնականաբար դետոքսի հետ միասին, նաև պետք է դետոքս անենք մեր սննդակարգը, այսինքն պետք է ունենանք դետոքս դիսցիպլինա սննդակարգում, որ մեր օրգանիզմն հասկանա, որ մենք սա դետոքս ենք անում, ոչ թե ուղղակի առավոտյան մի փոքր տհաճ հյութ ենք խմում, հա, այսինքն նախաճաշը պետք է կես ժամ հետո անել, բայց առողջ նախաճաշ, պետք է դուրս բերել արհեստական շաքարը, սննդակարգից միայն թողել օրինակ ոչ շաքարապատված ջրեր և խուրմա կարող օգտագործել սուրճի հետ և այլն, և դուրս բերել արհեստական և ոչ առողջ ճարպերը և թողնել միայն բնական, այսինքն կարագ և ձիթայուղ, այդպես, հա, այսինքն պետք է մենք հասկանանք դետոքսի ինչ համար ենք անում, ես Բելիզում շատ առողջ էի սնվում, դուք արդեն ինձ գիտեիք, ես միշտ եմ պահել առողջ է իմ սննդակարգը միշտ, եթե դուք ինձ հիշում եք, հա, ես միշտ կողմ եմ եղել առողջ սնունդին, բայց ես ինչ եկել եմ Հայաստան, ինձ մոտ այդ ամեն ինչը խախտվել էր, ես հիմա կարելի ասել մի 2 շաբաթ կլինի, որ աշխատում եմ սննդակարգի վրա, քանի որ չեմ ուզում ինչ-որ առողջական խնդիրներ ունենալ, ավելի առողջ և գեղեցիկ, հա, թե կազմվածք, թե օրգաններ և թե մաշկ, իրականում սա առաջինը, այս դետոքսը ավելի շատ տեսնելու եք մաշկի վրա փոփոխությունը, որովհետև շատ գեղեցիկ է մաշկը դարձնում և դե եթե դուրս եք բերում արդեն արհեստական շաքարը ահա որ վատ է ազդում մաշկի միմիկաների վրա, հələ փորձեք մի 2-3 շաբաթ չուտել շաքար արհեստական, տեսեք ձեր միմիկաների տարբերություններն անգամ, ինչքան առողջ ու փայլուն, հա, տեսք եք ունենում, որովհետև դերականում թույն է և քայքայում է ամեն ինչ ինչ որ պետք է, հա, մեր օրգանիզմում, այդպես, նորությունները դա են, որ սա եմ սկսել, ուղղակի ես հասկացա, որ YouTube-ի համար չեմ նկարել, դուք ինձ սպասում եք, ես խոստացել եմ, որ պետք է շատ վիդեոներ նկարեմ, Լարան մանկապարտեզում է, հիմա մի կես ժամ հետո 2 հավկիթ եմ խաշում, վրան կարակ դրած, լոլիկ ու կարելի անյուխ ինչ որ շատ յուղանություն չունեցող պանիր,
Բայց եթե մարզվում եք, կարող եք այդ առողջ յուղերն էլ պահել, հա, որովհետև ես արդեն սկսել եմ մարզվել, ես մի քանի օրից պետք է գնամ մարզասրահ կամ տունը հենց մի հատ տեսեմ, բայց ուզում եմ մարզասրահ փորձել, այնպես ինչ որտեղ շատ մեծ քաշի խնդիր ունեմ, բայց բաներ կա, որ ուզում եմ մի քիչ ավելի sense առողջ, հա, դարձնել, առողջ ապրելակերպ ունենալ, որովհետև ես մարդ եմ եւ իմ տրամադրությունը, իմ ամբողջ առօրյան կախված է իմ սննդակարգից, այսինքն եթե ես զգում եմ, որ շատ եմ անառողջ սնվում եւ մի փոքր հա դուրս եմ գալիս իմ կոմֆորտ զոնայից, արդեն դա ուզում եմ հոգեկան վիճակի վրա, որովհետև ես միշտ իմ սննդակարգը ձիգ եմ պահել, այսպես ասած, հա, ամեն ինչ կերել եմ, բայց միևնույն ժամանակ էլ մարզվել եմ, ամեն ինչ նկատի ունեմ, այնպես չի որ բոլոր յուղերը դուրս եմ բերել, հա, չէ, ամեն ինչ էլ կերել եմ, բայց ճիշտ ձևով եմ կերել, այդպես, էլ ինչ ասեմ ձեզ, էլ ինչ փոփոխություններ կան, դեռ ամեն բան նույնն է, միացախում եմ, Instagram կան հետևորդներ, որ արդեն սկսել են դետոքսը, իրականում ինքը այդքան տհաճ չէ, եթե սիրում եք կոճապղպեղի համը եւ որ խնձորն էլ խառնում եք հետ, այդքան տհաճ չի խմելը, կամ ես եմ սովոր, չգիտեմ, ես անակ շատ եմ սիրում այս կանաչ ամպելիքի համը, հետո սկսել եմ բազուկով անել, եթե մանրամասներ ցանկանաք, մանրամասների մասին խոսեմ, բայց կարծում եմ արդեն ամեն ինչ բարձ էր, նեխուր կանաչ խնձոր, չափաբաժիններն էլ մի այսքան վարունգ, մի 5 ճուղ նեխուր, շատ փոքր կտոր խնձոր եւ շատ փոքրիկ կոճապղպեղ։ Ես այդպես եմ պատրաստում, ինքը այս չափի է ստացվում։ Մեծ բաժակ պետք չի, այսքան էլ որ լինի, ինքը բավական է։ Առաջ մթերքներն էլ պետք է չարաշահենք, որովհետեւ սխալ է, հա։ Օրինակ ես գիտեմ մարդիկ, որ սամիսներ, տարիներ օգտագործում են, բայց մեկ շաբաթ դետոքսը ինձ համար բավական է, որովհետև նաև պետք է մթերքներն էլ փոխել, բանջարեղենները ավելի ճիշտ, պետք չի նույնը անդադ պահել։ Երկրորդը կանեմ բազուկով, կանաչ պղպեղ, մարոլ չէ, մյուս տերևներ կան, այդ տերևներով, այդպես կկիսվեմ դες այդ բնականաբար։ Հիմա ես անցնեմ նախաճաշի, որովհետև այսօր լիքը պարապմունքներ ունեմ, գործեր ունեմ շատ առայժմ մինչ նոր կապի դուրս գալ։ Հիմա վայելում ենք այս տաքուկ օրը, աշնանային վերջին օրերը ձեր բակում, ձեր ռեստորանի բակում, եկեք մի քիչ խոսենք ռեստորանի մասին, ռեստորանի առաջարկների մասին, վերջին շրջանում է եղել, չէ՞, նոր է, մոտ 2 տարի արդեն 2 տարի ունեք, 2 տարի է արդեն այս տարածքը կա, փակ ամռանը բացվում է, չէ՞, ես եղել եմ ամռանը, փակվում է, ջերուցվում է, մինչև չեք նայում ձմեռը, ձմռանը չենք նայում, ոչ թե սահմանափակվում միայն ստուդիայում։ Նշեցի միայն Արմավիրը, իհարկե գործունեությունը ծավալում եմ նաև Երևանում, բայց ֆիքսված եմ Արմավիրում, իմ ստուդիան հենց Արմավիրում է գտնվում։ Ավելի շատ մոտիվացիոն մտքեր են, որպեսզի ամեն անգամ, երբ որ դուք բացեք այս ծրարը եւ ձեր գործունեությունը ծավալելիս լինեք, նոր ուժ ստանաք, նոր թափ ստանաք այն առաջ մղելու։ Մեկը չեմ եղես իմ հարցը։ Մեջը գրած է։ Просто սերվեք ծրարները չեմ ստացել։ Բայց կարծում չի ձերն է։ Я же тоже чат что-то говорю. 70%։ Դդումներով զարդարված թեմատիկ, այնպես որ կուտեք, այստեղ մենք տարբեր առաջարկներ ունենք, ես խոսքը կփոխանցեմ։ Տալիս եմ էլի 30% զեղ չունեք, ցանկացած միջամտության բիզնես է, այսպես բիզնես ասվածը երկրորդ պլան եմ մղում, որտեղ սա ավելի շատ մեծ զբաղմունք է, հոգով աշխատանք է։ Աշխատում եք ու Նպատակ ունենք ընդլայնելու։ Չէ, ես ինձ տենց էլ ասում եմ, sense ոնց է կարում է երեխեքից է ցանկից լինես ու իրաց ավելի արածինել եմ ես այդ ձևով արձագանքում, որ կապված է նորատիների հետ
Instagram-յան էջ էլ ունեք։ Ունենք, հա։ Սիրունա։ Instagram-ի անունս է։ Շորիկներ տիկնիկների համար։ Ինչ սիրունա։ Զայչիկա։ Նո, այս տարվա տրենդային դարձած գլխարկների։ Այո, մեծերի համար։ Մեծերի էլ, փոքրերի էլ, այո։ Այդ вообще։ Լեգվիպիստի գլխարկով է։ Հատականներ կնկարես։ Հա, հյուրերին։ Ձգվեք ձեզ անհատականներ թող կադրերը։ Բայց ասեն ձգվի։ Լավ նվերներ ունեմ էլի։ Պրոֆեսիոնալից։ Մենք նվերներ չենք վերցնում, մենք արդար ենք աշխատում։ Դնում եք ձեր սեղաններին։ Սիրունա։ Դեսի շատ մաքուր է։ Ինչ սիրունա։ Այդ համար վերջում հանեցի։ Առաջին պայուսակս է որ պատրաստել։ Օ, Սիրունա։ Էջ վաճառես։ Միշտ առաջինը պետք է պահել, որ համեմատես ինչից ինչ է դառնում։